Շնորհակալություն, շնորհակալ եմ շնորհավորանքի համար, շնորհակալ եմ ձեզ լուսաբանելու համար այս կարևոր գործընթացը Մասիս համայնքում իրականացվող։ Իրականում սա նոր աշխատանքների մասին ես չեմ կարող խոսել, Դավիթ Համբարձումյանի սկսած եւ պլանավորած աշխատանքների շարունակությունը պետք է ապահովենք, որը նախատեսված է եղել մեր համայնքի տարեկան 5-ամյա զարգացման ծրագրում։ Մենք ունենք մի շատ աշխատանքներ, որոնք այս պահին ընթացքի մեջ են, տարբեր բնակավայրերում ասֆալտապատման, ոռոգման աշխատանքներ, ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք դեռևս չենք սկսել, սակայն ֆինանսական միջոցները, ինչպես նաև նախագիծ եւ այլն ամեն ինչ կա, հայտարարված է մրցույթ եւ մեծ թափով կսկսենք արդեն երևի թե 2026 թվականի սկզբին մանկապարտեզների հիմնանորոգումներ եւ կառուցումներ, նոր ճանապարհների ասֆալտապատումներ, կրթական մի շարք օջախների վերանորոգումներ, խաղահրապարակների կառուցումներ եւ վերանորոգումներ, հիմնանորոգումներ, լուսավորության ցանցի արդիականացում եւ նոր ձևավորված թաղամասերի գիշերային լուսավորության ցանցի կառուցում, այսինքն այն աշխատանքները, որոնք ի սկզբանե մենք Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ կազմել ենք մեր զարգացման պլանը եւ տեսլականը։ Դրանք տարվելու են առաջ, շարունակելու ենք։ 2016 թվականից ձեզ իմ խոսքում ասեցի, 2016 թվականից հանդիսանում եմ համայնքի Համբարձումյան Դավիթի տեղակալը, այնուհետև առաջի տեղակալը եւ ըստ էության տեղյակ եմ խնդիրներին, տեղյակ եմ իր նպատակներին, իր հետագա անելիքներին եւ դրանք պատվով եւ արժանապատվությամբ արդեն իմ գլխավորությամբ Դավիթ Համբարձումյանի կողմից ձևավորված թիմը կտանի առաջ։ Շնորհակալություն հարցի համար, սկսեմ վախերից, եթե ես մտավախություն կամ վախ ունենայի, հետևաբար չէի լինի Դավիթ Համբարձումյանի ընկերը, առավել ևս Դավիթ Համբարձումյանի կողմից ձևավորված թիմի հաջորդ համարը, հետևաբար մենք մի գաղափարով, մի նպատակով գնում ենք առաջ, իմ ընդդիմադիր հայացքները եւ առհասարակ համայնքի ընդդիմադիր հայացքները երբևէ չեն խանգարել եւ պետք է չխանգարեն Մասիս խոշորացված համայնքի զարգացմանը, ինչպես չեն խանգարել վերջին այս 2018 թվականից սկսած։ 2018 թվականից Մասիս համայնքը, Մասիս քաղաքը, այնուհետև Մասիս համայնքը աշխատակազմը շատ փոստների մեջով է անցել, բայց կարողացել ենք պատվով եւ փառքով կատարել եւ մենք նորից ունենալ վստահության քվե բնակիչների կողմից 2021 թվականին։ Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանի ապօրինի կալանավորմանը եւ կամ հրապարակված դատավճռին, ապա ես իմ խոսքում բազմիցս ասել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ նա հանդիսանում է ակնհայտ քաղբանտարկյալ եւ ես որպես նրա ընկեր առաջինը, այլ ոչ թե որպես համայնքի ղեկավար, այլ որպես նրա ընկեր ամեն ինչ անելու եմ, որ իմ ընկերը օր առաջ դուրս գա այդ բանտախցից։ Շնորհակալ եմ, հարցին կպատասխանեմ հետևյալ ձև, նորից ես անկուսակցական եմ ինքս ու երբևէ չեմ եղել կուսակցության անդամ։ Բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես 2018 թվականից սկսած այն ժամանակ, երբ 100 հազարավոր իմ հայրենակիցներ, ինձ բարեկամներ, հարազատներ, ընկերներ ողջունում էին հեղափոխությունը, ես եղել եմ դրա անդիմադիրը եւ
չլինելով մեծ քաղաքականության մեջ ունենալով իմ անձնական կարծիքը, դա չի խանգարել, որ ես կարողանամ շարունակել պաշտոնավարել եւ ղեկավարել 2018 թվականին այն ժամանակ, երբ ապօրինի կալանավորվեց Դավիթ Համբարձումյանը եւ հիմա։ Ես ունեմ իմ անձնական կարծիքը, այլ իմ կարծիքով ես Դավիթ Համբարձումյանին օդանավակայանում դիմավորելու ժամանակ, մամուլի ասուլիսի ժամանակ եւ հայտնել եմ, որովհետեւ հենց ինքը Դավիթ Համբարձումյանն էր։ Իր խիզախությամբ, իր սկզբունքայնության, իր անվախ լինելու եւ իր սկզբունքները չզիջելու համար, հաշվի առնելով, որ արչեվում համապետական եւ համայնքային ընտրություններ են, բնականաբար նման տղային, ով իրենից ներկայացնում է ուժ, ընդ որում ուժ ոչ միայն Մասիս համայնքում, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ նրան ազատության մեջ չէին թողի։ Ու այդպես էլ եղավ, ես կանխատեսել եմ, այդպես էլ եղավ։ Հետևաբար ձեր հարցի պատասխանը նրա հեղինակությունը փորձեցին կալանավորել եւ ազատությունից զրկելով որոշակի զիջեն, բայց չստացվեց, այլ Դավիթ Համբարձումյանը եւ իր թիմը ավելի ուժեղացավ, թե Մասիսում, թե Մասիսից դուրս։ Արդեն որպես ընտրված համայնքապետ ինչ դիրքորոշում ուներ իշխանությունների կողմից առաքելական եկեղեցու դեմ սկսված այս գրողի մասին, Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան գրառում է արել, որ Վիշտի Մեխակյանին բերվելով ոնց որ նոր լիցք են հաղորդելու Էջմիածինը ճակերտավոր ազատագրելու։ Ձեր վերջի հարցը իմ համար շատ վիրավորական էր որպես հայ եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բնականաբար դեմ եմ եւ իմ ուժերի ներածին չափով արել եմ ամեն ինչ, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր Սուրբ վեհարանը չենթարկվի հարձակումների։ Ինձ համար վեհարանի վրա գրոհը դա պատմության մեջ աննախադեպ բան է եւ ես որպես հայ դա իմ ներածին չափով ուժերի չափով թույլ չեմ տա։ Սա ոչ պաշտոնի, ոչ ընկերական հարաբերությունների, ոչ քաղաքական հայացքների մասին չի։ Սա խոսում է մարդ տեսակի մասին։ Ունեք որոշակի անձերի հետ խնդիր, որոնք իրենց ծառայությունն են բերում հայ առաքելական Սուրբ եկեղեցում, խնդրեմ ճակերտավոր դատական համակարգում կամ դատական համակարգով լուծեք։ Բայց դա չի նշանակում, որ ամենայն հայոց վեհարանը կամ եկեղեցին պետք է հարձակման ենթարկվի եւ հայը փորձի հայից պաշտպանվել։ Սա իմ համար ընդունելի։ Եթե ունենք որևէ ծառայողի, որևէ հոգեվորականի նկատմամբ անձնական խնդիր կամ նա կատարել է հանցագործություն, որը պետքա պատժվի, պատժեք օրենքով սահմանված կարգով, բայց մի տարեք դա քաղաքական բախման։ Որովհետեւ որքան էլ քիչ լինեն մի կողմի աջակիցները, մյուս կողմին էլ շատ են լինելու եւ գնալու է արդեն հայ դեմ բախման։ Դժվար հարց եք տալի, եթե էլի անձնական կարծիք եք հարցնում, կարծում եմ ոչ։ Յուրաքանչյուր բնակավայրում բնականաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ունի իր աջակիցներին, կունենան իր աջակիցները, բայց այն ծավալի, չնայած որից այդտեղ չեմ տեսել մեծ ծավալի աջակիցներ, բայց մեծ մասշտաբով աջակցություն չունենա։ Ձեր մյուս հարցերի Արցախայերի հետ կապված, ժողովուրդ, դա մեր համայնքապետի, դա մեր թիմի, դա մեր ընկերների ցավոտ կողմն է։ Իրականում, ովքեր այդ տարիներին, այդ օրերին եղել են Մասիս համայնքում, տեսել են ինչ աշխատանք է իրականացվում։ Ու դրա մասին մենք չենք բարձրաձայնել, մենք չենք խոսացել մի պարզ պատճառով, որովհետև դրա այդ աշխատանքի վրա ինչ-որ անուն ձեռք բերելը համարել ենք, որ լավ բան չի։ Եվ յուրաքանչյուրս մեր ներածին չափով Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ արել ենք անհնարինը։ Որևիցե մեկը չի իմանա, որ ամիսուկես Համբարձումյան Դավիթի տեղակալի կաբինետում Արցախից ընտանիք է գիշերել։ Ամիսուկես միջև նրա համար օթևան ճարենք։
Որևիցե մեկը չի իմանում, որ իմ աշխատասենյակում շուրջ 10 օր տարբեր ընտանիքներ են գիշերել, մինչև կարողանանք տեղավարել։ Որևիցե մեկը չգիտի, կարծում եմ չկայացած մի քաղաքական, թե հասարակական, չգիտեմ ինչ գործիչ կար, խոսել էր այդ մասին եւ փորձել էր Դավիթ Համբարձումյանին սևացնել, ինքը երևի այդ օրերին տանից դուրս չէր եկել։ Շուրջ 200-300 ընտանիքի եւ ավել անձանց 3-4 ամիս տարբեր ընկերական շրջապատներին խնդրել ենք կամ իրենց աջակցություն ենք ուզել, որպեսզի նրանց օթևանների հարցը լուծենք։ Ամեն օր շուրջ 800-900 ընտանիքի տրվել է սնունդ, առավոտյան, ցերեկը, երեկոյան։ Դրանք փաստ են, դրանք տեսել են արցախցիները, ինչու չեն խոսացնում արցախցիներին։ Բայց Երևանում ինչ որտեղ բնակվողը հանկարծ որոշում է, որ Դավիթ Համբարձումյանը, կարծեմ Ստեփա Սաֆարյան, եթե չեմ սխալվում, այդ հարցով սևացնել նրան։ Դա ուղղակի ծիծաղալու է։ Մենք արել ենք, անելու ենք եւ պետք է անենք։ Ավելին ասեմ, մենք ունենք մի շարք ծրագրեր Դավիթ Համբարձումյանի կողմից նախաձեռնած, որոնք պետք է նպաստեն, որ Արցախայցյան բարբարային կենտրոն պետք է ունենանք, արցախցիների հավաքման յուրաքանչյուր բնակավայրում կամ եթե յուրաքանչյուր բնակավայրում չկարողանանք, ապա գոնե մոտ բնակավայրում ունենանք արցախահայերի հավաքման կետ, որտեղ նրանք իրենց մտքերը եւ առօրյանք փորձեն հասկացնել միասին եւ ամենակարևորը մենք պետք է ունենանք այնպիսի տեղեր, որտեղ պետք է զարգանա, ապրի, խոսվի Արցախի բարբարով, յուրաքանչյուր բնակավայրի բարբարով։ Սա լինելու է մեր առաքելությունը։ Հեռախոսազանգը արգելվում է, հեռախոսազանգ չունենք, արգելվում է, ամենօրյա կապի մեջ ենք փաստաբանի միջոցով եւ ինձ մտահոգող հարցերը եւ նրան մտահոգող հարցերը փաստաբանի կամ փաստաբանների միջոցով բնականաբար կապի մեջ ենք ունենում ենք դա։ Շատ լավ է, շատ ուժեղ է եւ ինքը քրեակատարական հիմնարկից քաջալերում եւ ողջունում է մեզ։ Հիմա ինչպես եք պատկերացնում այս իշխանության նորոգ նրան ազատ արձակումը, դա առհասարակ հնարավոր է։ Որպես իրավաբան պատասխանեմ, կարծում եմ կլինի դատական որևէ ատյան, որտեղ դատական իշխանությունը անկախ կլինի օրենսդրից եւ գործադիրից եւ իր իրավական խոսքը կասի եւ գոնե դատավճռին միջև անդրադառնալը նրանք թողի ազատության մեջ։ Սա որպես իրավաբանի հույս է։ Ես չեմ կարծում, որ դատական ամբողջ մեր դատարանները գտնվում են գործադիրի եւ օրենսդիրի իշխանության ներքո, այլ կլինեն դատավորներ, որոնք կունենան խիղճ եւ կգործեն իրենց խղճի առջեւ ու գոնե կփոխեն խափանման միջոցը։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալություն, առաջ Աստված։ Եթե ժամանակ ունեք, ես մեր Էդգարի հետ ձեզ առաջարկում եմ, ուղղակի ինձ շատ են սպասում